Մենք վերադարձանք առավել քան տպավորված, չնայած առիթ էինք ունեցել նաև մինչ եթերը պատրաստվել եւ դիտել եւ Անահիտը երիցս, քանի որ իր գեղեցիկ եւ ճերմակ թևերը բաց են, երիցս առիթ ունեցանք տեսնելու ինչպես ենք մենք փշաքաղվում եւ մեզ համար պատիվ է ձեզ հյուրակալել, քանի որ նախորդ մեր հանդիպման ժամանակ երբ դեռ նոր էր նկարահանվում տեսահոլովակը, դուք մեզ խոստացաք, որ երբ տեսահոլովակը այսպես կյանքի կոչվի, մենք կհանդիպենք եթերում եւ արդեն 3 շաբաթ է, որ վերածնունդ տեսահոլովակը հանձնվել է հեռուստադիտողի եւ հանդիսատեսի դատին եւ մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը։ Լույս առավոտի։ Բարև ձեզ։ Շնորհակալություն առնվազն ամենափոքրիկ բանը, որ կարող ենք ասել, շնորհակալությունն է այն սիրո, ինչպես ավարտվեց տեսահոլովակը, եւ այն աշխատանքի եւ աշխատանքների համար, այն գոհարների, որոնք թողել եք մեր եւ հետագա սերունդներին։ Որտեւ մայստրոյի կատարած աշխատանքն իսկապես տիտանական է եւ մենք ի խորոս սրտի շնորհակալություն ենք ձեզ հայտնում, որ դուք այսքան արվեստի նվիրյալ մարդ եք։ Ես ինքս եմ շնորհակալություն հայտնում, որ գտնվում եմ այստեղ եւ հնարավորություն կա տեսահոլովակը ցուցադրելու, որովհետեւ այս ամբողջ աշխատանքը ինքս էլ կարիք ունեմ, որ հասցնեմ ամեն մեկին, քանի որ ինքը խորհրդանիշ ունի իր մեջ եւ սիրո ոնց որ քարոզ լինի։ Եկեք դադարացնենք մեր ատելության խոսքը, եկեք դուրս անենք բոլոր համացանցի այդ կոմենտներից, եկեք ատելության խոսքը դուրս անենք հեռուստատեսությունից, սկսենք իրար չատել, որից հետո կգա արդեն հաջորդ քայլը, որ կամաց սկսենք իրար սիրել, որովհետեւ բոլորս էլ հայ ենք ու բոլորս էլ այդքան վատը չենք այս աշխարհի վրա, որ այդ տեսակ ատելություն մենք մեր մեջ պահենք։ Դրա համար այս տեսահոլովակը շատ եմ ուզում, որ շատ ցուցադրվի։ Հետո ունեմ պետք է սեր տեսահոլովակ, որ դա էլ եմ միշտ ուզում, որ շատ ցուցադրվի, որովհետև այս ժողովուրդը պետքա մեր հայրենակիցները պետքա ի վերջո գանք այն եզրակացության, որ մենք մի ընտանիք ենք, բոլորս ենք մի ընտանիք, եւ սա մեր տունն է։ Ինչքան պետքա մաքուր պահենք, ինչքան պետքա իրար հետ հանդուրժող լինենք, ինչքան պետքա սեր լինի մեր մեջ շատանա սերը։ Չգիտեմ, անընդհատ ես այդ սիրո մասին խոսում եմ եւ այս տեսահոլովակի վերջն էլ փայլուն ապացույցներ, որ շատ դժվար աշխատանք կատարվեց, այդքան երեխեքի, ասենք 1 օր առաջ ես գնացել եմ այդ դաշտավայր եւ այդ պարաններով գրել ենք սեր, չափելով գեոդեզիստների հետ Բագրատ Դիվանյանի գծագրով, որը նաև Երևան տեսահոլովակներ, Երևան տենց գեղեցիկ ինքը կարողանում է գրել։ Մի խոսքով այդ սեր բառը շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր սրտերում ունենանք միմյանց նկատմամբ, հարևանի նկատմամբ։ Այո։ Պարոն Գևորգյան, 3 շաբաթը բավարար ժամանակ է առաջին լուրջ արձագանքները վերլուծելու համար։ Ինչպիսին է հանրության, երաժշտասերների եւ մասնագիտական շրջանակների ընկալումը եւ արդյոք արդյունքը գերազանցեց սպասելիքներին։ Անշուշտ գերազանցեց, որովհետեւ տարբեր երկրներից երբ որ կոմենտներ եմ կարդում, միայն հիացմունքի խոսք է, ինչը որ ինձ շատ գոհ եմ դրանից, բայց ես ձեզ կասեմ մի փոքրիկ գաղտնիք, ինձ համար ամենակարևորը աշխատանքի process-ն է, ամենահաճելին։ Ես սիրում եմ այդ աշխատելու, ստեղծելու process-ը։ Հետո դրանից հետո քանի մարդ կնայի, քանի մարդ չի նայի, դրանք արդեն ինձ մի քիչ ավելի քիչ են հետաքրքրում, որովհետև ոնց որ միսիա կատարեցիր, վերջացրեցիր։ Հիմա արդեն այն ստեղծագործությունը, որ դու աշխատում ես այդ պահին, դա քոնն էր, հենց վերջացնում ես ինքը էլ քոնը չի, արդեն հանրությանն է, ինչպես կուզեն թող օգտագործեն, եթերներում թույլատվությունը անսահմանափակով ոնց ուզում թող ցուցադրի, Երանի ցուցադրեն, որովհետև ինչքան մեր բոլոր հեռուստակայանները ցուցադրեն, իրանք ավելի շատ սերը մի կաթիլ ավելի ավելացնելու են, ամեն ցուցադրելուց մի կաթիլ սերը ավելանալու մեր երկրում, ինչի կարիքը մենք բոլորս ունենք։ Ինչպես ծնվեց գաղափարը, որովհետև ժամանակակից աշխարհում մարդիկ փորձում են ամեն ինչ ավելի օպտիմալիզացնել։ Արհեստական բանականությամբ նկարահանել, փոքր թին վերցնել, մոտ տարածքներ գնալ,
Այո, բնականաբար, որովհետև ավելի հեշտ ճանապարհներ են ընտրում։ Մենք պարբերաբար դիտում էինք եւ այժմ այս եղանակային պայմաններում 10 րոպե չես կարողանում որևէ բաց տարածքում կանգնել, իսկապես հետաքրքիր է ինչպես բոլորին հավաքագրել, ինչպես կառավարել այդ թիմին։ Եղել է ինչ-որ պահ, որ ընկրկեք եւ որոշեք, որ չէ դե։ Գիտեք, ուրեմն պատմել եմ բազմիցս, քննություն էինք անցկացնում մանկավարժական համալսարանում եւ տարբեր գործիքներ մասնագիտական առարկան մտան շեփոր, կանոն, սաքսոֆոն, դուդուկ, դհոլ, նվագեցին, հանձնեցին քննություն դուրս եկան եւ դոլար մի տղա մտավ, հանձնեց քննություն դուրս եկավ, նորից ներս եկավ։ Ասացի դու նոր էիր նվագում, ասա չէ, եղբայրս էր։ Հələ կանչի ներս, կանչեց ներս, տեսա խնձորը կիսված։ Զույգ եղբայրներ են, շատ իրար նման, շատ, երկուսն էլ ակնոցներով։ Այդտեղ արդեն այդ միտքը սկսեց միանգամից մեջս աճեց, որ դրա փորձը ես արդեն վաղուց ունեմ, որ արաբ երաժիշտին հայ երաժիշտի հետ այդ նվագում են կռվի տեսարան ենք ստանում, ասենք Շուշի ստեղծագործություն ունեմ այդպիսին, արտաշատ ստեղծագործություն ունեմ, որտեղ իրանք հարց ու պատասխանի ձևով դհոլներով իրար հետ խոսում են։ Հիմա այս դեպքում ասեցի ոչ թե խոսում են, այլ իրար հայհոյում են, կռվում են իրար հետ դհոլներով, եւ քանի որ մեր ժողովուրդը կիսված է երկու մասի սևերի, սպիտակների, ուրեմն չէ, երկու եղբայր քիչ է, պետքա շատացնել։ Շատ եղբայրներ են պետք։ Շատ եղբայրներ են պետք, որ այս կռիվը մենք կարողանանք ստանանք եւ շատ գնացի բանի հետևից ոնց է կոչվում խիզախ սիրտը, անվախ սիրտը, անվախ սիրտը, այդ ֆիլմը Մել Գիբսոն որ խաղում է, ուզում է այդ պատերազմի դաշտը ստանալ եւ ինձ օգնության հասան իհարկե ինձ հարազատ Արտուր Ղարայանը օպերատոր, բեմադրող օպերատոր եւ Արտուր Ղարայանը ինձ ծանոթացրեց Վահեյանի հետ, հրաշալի ռեժիսոր, որը իմ ցանկությունը լսելուց հետո, ինչ եմ ուզում, սևեր, սպիտակներ, Մայր Հայաստանը ճչալով գա, բան, ասեց Արա ջան, 2 օր ժամանակ տուր։ 2 օր հետո եկավ, ասեց Կայենի ու Աբելի պատմությունը, ես շատ ուրախացա, որ այդ իր գաղափարներ ու միանգամից ասի ինքը ավելի ընդլայնվեց, դարձավ ավելի համամարտկային, որտեղ եղբայրասպան այդ վիճակն է, որը պետքա ձեռք քաշենք, բոլորս էլ հարազատներ ենք, իսկ այսօր աշխարհում բոլորն են կռվում իրար հետ արդեն գրեթե։ Եվ ստեղից սկսվեց այդ ամեն ինչը եւ հայտարարություն տվեցի 1000 դհոլ, 1000 հոգի հավաքենք, 500 սև, 500 սպիտակ։ Հիմա այդ հայտարարությունը որ տվել եմ, եկել են գրանցվելու Մանկավարժական համալսարանում հրավիրեցի ժողովի դասատուներին, դհոլի, եկան 60 քանի հոգի դասատու եկավ, հետո հասկացա, որ չէ, այստեղ 1000 դզում ենք, այսինքն այդքանը ստացվում է 1000 հոգի մարդ հավաքել, հետո որ արդեն գրանցվեցին, դուստրս գրանցելուց ասեց, պապ 1200, 1300 դադարեցնենք, ասում եմ, չէ, չի կարելի, որտեղ մարդկանց չես կարող, այնքեսին ասես, չէ, ձեզ չի կարելի գաք։ Ուշացել եք։ Հա, ուշացել եք կամ մի բան կնեղացնենք, որովհետև մեկին չնեղացնելու պայմանով, ասինք, ուրեմն 1000 հատ հագուստ չենք կարում ենք ավելի, բայց մի հատ ամեն դեպքում հայտարարություն անեմ, էլի, ղեկավարներին, ասեմ, կարող է այն ամենամանր փոքր երեխեքին տարիքով չբերեք։ Չէ, պարոն Գևորգյան, բոլորը ոգևորված են ծնողներն, իրենք առաջին օրերն իրանք էլ ոգևորված են, որ պիտի գան։ Եվ ձայնագրությունները արվեցին առաջին հերթին իմ ստուդիայում, հրավիրվեցին Հայաստանի հայտնի դհոլահարներ, Էֆոն, Նորայր Ավետիսյանը, Շահեն Ավետիսյանը, Գագիկ Հախվերդյանը, որ դհոլահարների, ասում են, կնքահայր, Ալիկ Փելոշյանը, Ռազմիկ Սարգսյանը, մի խոսքով Մակիչ Նազլուխանյանը, եկան ձայնագրությունները մենք որ ստացանք իմ ստուդիայի մեջ արդեն այդ ձայնագրությունները արդեն պատկերացրեցի, որտեվ մեր հայտնի դհոլահարներն էլ իրենց ներդրումը ունեցան եւ ես շատ էի ուզում որ իրենք այդ լիդերներն էլ գան էլի մեջտեղ, համել իրար հետ միտեղ մի հատ տեսահոլովակ կա կնկարահանվեն Երևան, մի խոսքով ու արդեն պատրաստ նյութը, որ անընդհատ մեքենայի մեջ լսում եմ,
շատ լավ է ստացվել։ Հիմա պետքա գործիքավորումը ել ավելի գեղեցիկ դարձնելու համար դիմեցի Վահան Նահապետյանին, որը հրաշալի արդեն ավելի գունազարդեց այսօրվա շնչով, այո, գործիքավորմանը նաև, հետո երգի պահանջը եկավ, գտա Տաթև With Wings այդ հրաշալի երգչուհուն, որը մենք ստացանք էլի այդ սկզբի մասը, որ քաոսային վիճակում ենք ապրում, խառն անհասկանալի իրավիճակաբան ու այդ տխուր երգն է, որից հետո սկսում է կռիվը եւ այլն։ Մի խոսքով, հետո հանրային ռադիո Տիգրան Կուզիկյան, կարողանում ենք լավ ձայն ստանանք, որ այս ամեն ինչը հնչի, որ լսեց, ասեց այո, Արա ջան։ Ու հանրային ռադիոյում ինչքան տեղ կաներ դահոլահար, որ տեղավորվեց մոտ 87 հոգի, հերթափոխով մտանք ձայնագրության։ Եվ Փառք Աստծո, արդեն Տիգրան Բաղինյանի մոնտաժողի եք նաև, ուզում եմ մարդ չմոռանամ, էլի հերթով անունները տալիս եմ։ Վստահ եմ, որ որևէ մեկը հրաշալի Անահիտ Կիրակոսյանի հրաշալի խաղը, որ կերտեց այդ կերպարը, մոր կերպարը, համայն մարդկության մոր կերպարը, եւ ես ապշել եմ, ոնց կարող է դերասանը, ինչքան վարպետ լինի, որ համ դեմքի մեջ կարդում ես բարկությունը, համ զարմանքը։ Այդ երկու կերպարը ոնց կարողացավ միաժամանակ խաղալ, երևի տաղանդավոր դերասանները իսկապես հենց տաղանդավոր են դրանով, որ կարողանում են կերտել։ Մի խոսքով, այդ ձայնագրություններն էլ արդեն ավարտեցինք, հիմա երգչախմբի մաս կա։ Արմեն Տիգրանյանի անվային երաժշտական դպրոցի երգչախումբը Ռուբեն Կարասեֆերյանի ղեկավարությամբ երգեցին Փայլուն, բայց էլի չի բավարարում ինձ մի բան, ասում եմ, չէ։ Դե 1000 հոգի հավաքել եք Հովանես Չեքիջյանի մոտ, մայստրոն ասեց, ինչպես օրիգինալ Կոմիտասը չենք երգելու, ասում եմ, մայստրո, օրիգինալ Կոմիտասյանը պիտի երգենք, բայց ռիթմի վրա արդեն։ Դա հնարավոր չի։ Ասում եմ, հնարավոր է, մայստրո ջան։ Լավ, երգչախումբը քոնն է։ Ու ես ինքս ղեկավարեցի, որ երգչախումբը այդ տեմպի մեջ երգի եւ անչափ շնորհակալ եմ իրանց այդ պատրաստ լինելուն, իրանց լավ վերաբերմունքի համար, անչափ շնորհակալություն իրանց եւ ի վերջո հայտնվեցին իմ կյանքում, այո, 1000 Վահան նախագիծ ունեցող երկու մարդ, Սրփուի Մովսիսյան եւ Իգոր Զարգարյան, եւ առաջարկեցին, որ իմ երաժշտության տակ իրանք պարեն, ես էլ հենց մի անգամից ասի, «Էս ինչ համընկնում եղավ»։ Կարող է այդ պարը գաք նաև այս դաշտում պարեք եւ ամբողջ սահմանամերձ, իրանք անում են սահմանամերձ միայն շրջանների, բնակավայրերի բարի խմբի երեխեքին են հավաքում եւ մշակութային կյանքը ել ավելի զարգացնելու համար պարում են։ Եվ եկան ստեղել այդ սեր բառը ոնց որ գրկեն ու պարեն։ Այդ մի խոսքով մարդ չեմ մոռացել ոնց որ։ Եվ ամենամեծ շնորհակալությունս իհարկե մեր իմ բոլոր ընկերներին, ովքեր իմ կողքին էին, հովանավորեցին, ջուրը բերեցին, պատկերացնում եք, այդ դաշտավայրում ջուր է պետք, որպեսզի անուններ չտան որևէ մեկին չնեղացնելու համար, անչափ շնորհակալ եմ ես իմ բոլոր ընկերներին։ Մայստրո, ձեր ստեղծագործություններում միշտ առանցքային է հայկական ոգին, հաղթանակն ու վերածնունդը։ Այսօրվա իրականության մեջ ինչ գլխավոր ուղերձ է հղում վերածնունդը աշխարհասփյուռ հայությանը։ Դե տեսեք, հիմա էլի վերադառնամ սկիզբ, որ ատելության խոսքը շատացել է մեր մեջ, ցավոք սրտի, արդեն բաժանված ենք սևերի սպիտակների ու իրար բոլորը համացանցում, եւ ոչ միայն համացանցում, եւ չգիտեմ, եթերից էլ կարող է օգտվեմ առիթից, ասեմ օրինակ բաներ է տեղի ունենում, որ նայում ես ու զարհուրում ես, դուրդ չի գալիս, ասում ես լավ, կան տարբեր եղանակներ, խնդիրներ լուծելու, ասենք, ինձ համար մեծ ցավ էր օլիմպիական չեմպիոն մարդուն, բարեգործ մարդուն գետին պարկացնելը, ես դա շատ ցավով տարա, որովհետև տեսնում ես մարդու արած աշխատանքը եւ կան անտեսանելի կողմեր էլ կարող է լինեն, ինչու չի բացառվում որևէ մեկիս կյանքում, որ կլինեն ուրիշ պատմություններ, որից մենք շատ տեղյակ չենք, բայց այն ինչ որ մենք մեր աչքով, մեր աչքի առաջ է տեղի ունենում, եկեղեցիներ սարքել, մեծ բարեգործություններ անել տարբեր բնակավարներում գյուղացիներին, թոշակառուներին։ Մի խոսքով հասկացաք ում մասին եմ խոսում եւ առիթից օգտվելով ուզեցա ասեմ, որ
շատ տհաճ պատկեր էր ինձ համար։ Ես կուզենամ, որ հենց այդ ամեն ինչը մեր մեջ վերանա, վերացնենք մենք իրար հանդեպ ատելությունը։ Եկեք դառնանք ավելի բարի, եկեք իրար անսխալ մարդ կա այս աշխարհում, ես կարծում եմ չկա։ Ուրեմն եկեք մեր փոքր սխալը թեկուզ էլի սխալ է համարվում, չէ՞, ամեն մեկը սխալ թույլ ենք տալի մեր ամեն օրվա կյանքի մեջ կարող է մարդու հանդեպ սխալ թույլ տանք, ինքներս մեր հանդեպ, մեր հարազատի հանդեպ, կնոջ հանդեպ, երեխաների հանդեպ, մի բառ ես ասում, ավել հետո փոշմանում ես, ասում ես, ես մի բառը պիտի չասեի։ Դրա համար միշտ կա ասենց պապական խորհուրդ, չէ, ասում է կամուրջները մի այրեք, կարող է հետդարձի ճանապարհ գոնե ունենանք, չէ։ Ես շատ եմ հեռուստատեսության պես մասին խոսում ու ասում եմ, այն փողոցում մեքենաներով են ձայնային ազդանշանից հետո եկեք իրար չսպանենք, էլի։ Դրա եղած է մի բան չի։ Մի 100 մետր ենքում մենք էլ ենք նույն սիտուացիայում հայտնվում, նույն իրավիճակում եւ կարող է ձայնային ազդանշան մենք էլ տանք, բայց դրա համար իշնենք իրար հայհոյենք, դրա համար իրար ծեծենք, եկեք այդ մի մասը ասենց անցնենք գնանք, էլի։ Կամ մայթի վրա տղաներ ուսով կպնում են հոպարայի փոխարեն շրջվենք իրար, ասենք կներես եղբայր։ Ինչքան մեր օրը ավելի պայծառ կանցնի, ինչքան հետաքրքիր կանցնի, մեր աուրան ավելի լավը կդառնա, որովհետև այդ կոպիտ խոսքից հետո, ատելության խոսքից հետո հաջորդում է հաջորդ քայլը։ Մի բան մի հատ մուրը չհանեմ, բան մի հատ տեղը չհանեմ։ Վստահ շատ ճիշտ եք ասում իսկապես, որովհետև աշխարհում փոփոխությունները սկսվում են մեզնից։ Եվ եթե յուրաքանչյուր ոք իր չափով մտածի ավելի լավը տա, ավելի գեղեցիկը տա, սեր տա, կյանքը կլինի ավելի գունավոր։ Նայեք, հիմա երկու պետություններ պատերազմի մեջ են այս պահին։ Մեր երկու պետություններն էլ 70 տարի եղել ենք մի ընտանիքի անդամ, չէ՞, խորհրդային տարիներին։ Հիմա այս երկու նույն ազգի ժողովուրդը իրար հետ կռվում են, ասենք նախագահները իրար հետ կռվում են, դժվում են հասարակաքաղաքացիները, մարդը։ Ի վերջո, որ ինքը ամիջական մասնակից է չդառնա, իր կյանքը փոխվում է, տխրում է, որովհետև օրեկան մարդը մահանում։ Մեղք են։ Հետո ես ունեմ տեսահոլովակ, որը եթերում ցուցադրելու բան չի, բայց համացանցում կա, կոչվում է մի կրակեք երեխեքի վրա։ Դա ես արել եմ Կոմիտասի օրոր ստեղծագործության հիման վրա, որ գրեք Կոմիտաս օրոր Արա Գևորգյան, այդ տեսահոլովակը կգա ամեն ռումբից հետո երեխեքի ինչ վիճակում են հայտնվում։ Դրա համար մենք պետք է դրա մասին խոսենք։ Ամեն օրը բարի լույս ասելուց դուք եք այդ Բերը վերցնում ես վրա։ Ձեր վրա է, ուրեմն եկեք այդ սերը անընդհատ ասենք, կարոզենք սեր։ Վստահ։ Շնորհակալ ենք։ Ինքնության մասին խոսեցիք, մենք հեռու չմնանք մեր լեզվից, հեռու չմնանք մեր արմատներից, մեր գանձարանը ինչ որ գոյություն ունի, որ թողել են մեր պապերը, մենք պարտավոր ենք դա փոխանցել։ Եվ այդ փոխանցելը վերաբերվում է հենց արվեստի մարդկանց, որ տեսեք, ես ասացի Կոմիտասի օրոր։ Բա եթե ես այդ Կոմիտասի օրորին չանդրադառնամ, մյուսը Դլեամանին չանդրադառնա, մյուսը Կռունկին չանդրադառնա, ոնց են մեր հետագա սերունդները դա լսելու։ Դրա համար պետք է օրիգինալները պահպանել։ Անուշ օպերան պետք է պահպանվի։ Միանշանակ։ Շնորհակալ ենք օրը մեզ հետ սկսելու համար եւ պետք է եւս մեկ խոստում վերցնենք ձեզնից, որ հետագա բոլոր տեսահոլովակների ժամանակ մենք կամ մեր գործընկերները կտեսնենք ձեզ մեր տաղավարում, որովհետեւ մեր եթերի ընթացքում էլ հեռուստադիտողները երիցս տեսնում են ինչքան ենք մենք կարևորում հայը, հայկականը եւ մեր արմատները։ Շնորհակալություն մեզ հյուր գալու համար։ Լավ եղեք ու թող մեր սիրելի ժողովուրդը օրը սկսի լավ լուրերով, իրարից լավ բաներ լսենք միայն եւ գնալով սկսենք ավելի լավը դառնալ։ Վստահ։ Աստված։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին, մենք կունենանք կարճ դադար, որից հետո կդիմավորենք մեր հաջորդ հյուրերին։